Բարև ձեզ Meridian Expo կենտրոնում այս պահին տեղի է ունենում 5-րդ Career City Fest լավագույն գործատուների փառատոնը, որ իրականացվում է 5 սերունդ 1 Freedom խորագրի ներքո։ Եվ թերթերի տաղավարում մենք այս պահին զրուցելու ենք ինֆլուենսեր Էվելինա Խանոյանի հետ։ Բարև ձեզ Էվելինա։ Բարև ձեզ։ Էվելինա գաղտնիք չէ, որ ինֆլուենսեր մարքեթինգը այսօր դարձել է բիզնեսների կողմից ամենահաճախ օգտագործվող գործիքներից մեկը։ Եվ փաստորեն բիզնեսների համար արդեն կարևորը ոչ միայն տեսանելի լինելը, այլև ճիշտ ներկայացված լինելը, ու հենց այստեղ է, որ օգնության է գալիս ինֆլուենսերը։ Ինչ տպավորություն ունեք, բիզնեսները ինչ չափորոշիչներով են ընտրում ինֆլուենսերին, այսինքն այն մարդուն, ով պիտի ներկայացնի իրենց։ Կարծում եմ Հայաստանում այս պահին ամենաշատը նայում են դիտելիությանը, այսինքն այն բլոգերները, ովքեր ունեն համեմատության մեջ իհարկե շուկայում ավելի շատ դիտումներ, ներգրավվածություն, ընդհանուր առմամբ թվերի վրա շատ են ավելի կենտրոնանում։ Երկրորդ տեղում արդեն նայում են նաև համապատասխանությունը բրենդի հետ։ Իհարկե կարծում եմ կախված տվյալ բրենդի նաև մարքեթինգային թիմի նախընտրություններից եւ մոտեցման, կարող են շատ դետալային մոտեցում ունենալ եւ արդեն նայել արժե համակարգերով համապատասխան թե չէ արդյոք այդ կոնտենտը ուզում են ասոցացվի իրենց բրենդի հետ, բայց կարծում եմ առաջին կետով դեռևս կենտրոնանում են դիտելիության վրա։ Դուք ըստ էության պատասխանեցիք նաև իմ երկրորդ հարցին, որով ես ցանկանում եի հարցնել, թե իսկապես բիզնեսը ընտրում է թե որ ինֆլուենսերի հետ աշխատել, այսինքն նայում է թե ինչ արժեքներ է կրում, ինչ բովանդակություն է նա ստեղծում, թե այնուամենայնիվ ով շատ հետևորդ ունի, նա էլ մեզ կգովազդի սկզբունքն է գոտ։ Իրականում կարծում եմ ամեն դեպքում բիզնեսի համար թվերը կարևոր են եւ եթե օրինակ նույնիսկ արժե համակարգային ինչ-որ բլոգերը շատ հավանում են, բայց իրենց պատկասած արդյունքը չեն ունենում վաճառքի օրինակ տեսակետից, կընտրեն իրենք այն ինֆլուենսերին, որը միգուցե եւ արժե համակարգով եւ կոնտենտի որակով մոտ չէր օրինակ մեկ այլ բլոգերի, բայց եթե օրինակ վաճառք ապահովում է, իրենք սիրով կընտրեն այդ տարբերակը։ Կարծում եմ մեծամասամբ ամեն դեպքում բիզնեսին հետաքրքիր է իր վերջնական արդյունքը արդյոք բավարարում է աշխատանքը, երբ որ բլոգերը կատարվում է, արդյոք արդյունքը իրենց պատկերացրածն է։ Եւ վստահության գործոնը եւս շատ կարեւոր է, լսարանի վստահության մասին է խոսքը։ Մենք կարող ենք տեսնել ինֆլուենսերով օրինակ գովազդում է միաժամանակ մանկական խաղալիք, ալկոհոլ եւ կոսմետիկա օրինակ։ Բայց բիզնեսները միևնույն է շարունակում են աշխատել նրա հետ։ Ինչ տպավորություն ունեք, ամեն ինչ գովազդող ինֆլուենսերին լսարանը վստահում է։ Կարծում եմ դա նաև գալիս է այն կետից, որ Հայաստանում ակտիվ գովազդանող ինֆլուենսերները քիչ են։ Մեզ թվում է, որ բոլորը բլոգեր են, շատ ոլորտը հագեցած է, բայց իրականում այդպես չի։ Բիզնեսները շատ են, կարող եք տեսնել նույնիսկ այս էքսպոյի շրջանակներում, նույնիսկ մեկ փողոցով որ քայլենք, աջից եւ ձախից անհամեմատ մեծ է բիզնեսների քանակը, քան բլոգերների, հետեւաբար մեզ բոլորից բաժին է հասնում բավականին մեծ քանակ գովազդի, եւ ինչքան էլ ֆիլտրում ես, ամեն դեպքում բազմազանություն լինում է։ Կարծում եմ այս դեպքում պետք է ուղղակի առաջնորդվել առաջինը, որ մարդկանց չվնասենք, այսինքն այնպիսի բանով չկիսվենք, չխրախուսենք, որը կարող է մարդկանց համար բացասական հետևանքներ ունենալ, բայց ոնց որ այլ տարբերակ չկա Հայաստանում, քանի որ կշեռք երկու նժարները հավասար չեն, բլոգերների քանակը քիչ է։ Ես դրա համար բոլորին ասում հանգիստ զբաղվեք բլոգինգով, առաջարկները շատ են։ Եվ ինչքան շատ մասնակիցներ լինեն, այդքան նեղ կլինեն ոլորտները, օրինակ մեկը կլինի, որ հենց կոսմետիկ միջոցների ուղղությամբ է կոնտենտ վարում, մեկ այլ մարդը ավելի մամա բլոգա վարում, իսկ հիմա կարծես թե բոլորը միքս են անում, որպեսզի բոլոր առաջարկները հնարավոր լինի ինտեգրել։ Եվ վերջում Էվելինա, դուք ինչպես եք տեսնում ինֆլուենսեր մարքեթինգը 5 տարի հետո, ձեր դիտարկմամբ ինչ տրանսֆորմացիայի կընթարկվի այն։ Կարծում եմ նոր դեմքեր են գալու, շատ ուրախ եմ այդ առիթով, ոլորտը ավելի թարմանալու է։ Այսինքն ավելի ակտիվանալու է, որովհետև կան կանխատեսումներ, որ մոտ ապագայում ավելի պասիվանալու է։ Չէ, կարծում եմ ինֆլուենսեր մարքեթինգը այն ոլորտներից է, որ հաստատ մոտակա տարիներին միայն ավելի ինտենսիվանալու է, թե բյուջեն ավելի մեծանում, թե մարդկանց քանակը, ովքեր սկսում են ոլորտով զբաղվել, հետաքրքրվել մեծանում է։ Ես կարծում եմ, որ եկող սերունդը, ովքեր ավելի շատ են միանում բլոգինգին, ավելի անկեղծ, ավելի անմիջական էներգիա իրանց հետ կբերի։ Ու ես շատ դրական ակնկալիքներ ունեմ, կարծում եմ, որ ամեն բան հրաշալի է լինելու։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ձեզ նույնպես։